Ողջույն սիրելի բարեկամներ, ողջույն սիրելի հայրենակիցներ, բարևում եմ բոլորիդ։ Խնդրեմ, որ հաղորդման ընթացքում չմոռանաք դնել ձեր լայքերը, չմոռանաք գրանցվեք իմ ալիքին, քանի որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Ճիշտն ասած, այսօր պետք է խոսամ այն տհաճ խոսակցության մասին, որը որ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախցի կնոջ միջև։ Ես չէի ուզենա խոսայի, բայց քանի որ ես քաղաքական բլոգեր եմ, ժողովուրդ ջան, եւ այս հարցը շատ շերտեր է իրար մեջ պարունակում, անգամ այսպիսի մտածելակերպը կարող է բերել անգամ ազգային աղետի, հա։ Ես հիմա բացատրեմ, նախ ուզում եմ առաջի հերթին ասեմ, որ առաջին մեղավորը իհարկե Նիկոլ Փաշինյանն է, որպես երկրի ղեկավար, այսպիսի տհաճ խոսակցությունների մեջ, այսպիսի էմոցիոնալ խոսակցություններ նա չպետք է վարի, քանի որ քաղաքացիները կարող են ունենալ տարբեր մտածելակերպեր, տարբեր մոտեցումներ, հաճախ կարող են սխալվել եւ պետք չէ որ էմոցիոնալ այսպիսի առճակատման գնալ, հա, բայց ի պատիվ Նիկոլ Փաշինյանին նա ներողություն է խնդրել եւ ես ակնկալում եմ որ տվյալ կինն էլ իր հերթին բարի քայլ կանի, որտեվ նես չէր որ տվյալ կինը ամեն ինչում իրավացի էր։ Ես հիմա կբացատրեմ խոսքը ինչի մասին է եւ հույս ունեմ, որ այս վիդեոն կհասնի տվյալ կնոջը եւ ինքն էլ կհասկանա, որ ամեն ինչ այդպես չի, ինչպես դուք կարծում եք, հա, հարգելի տիկին։ Ուրեմն, եթե դուք չեք ընդունում այսօրվա Հայաստանի սահմանները, հա, առանց Արցախի, ցավոք սրտի, գիտեք ինչ կա, հարգելիս, մեր պատմության մեջ սա առաջի անգամ չի, որ մեր ժողովրդին տեղահան են անում, ցեղասպանում են եւ այլն, հասկանում եք, սա առաջի անգամ չի։ Միայն դուք չեք, որ կորցրել եք ձեր տունն ու տեղը, միայն դուք չեք, որ դուք կորցրել եք ձեր ծննդավայրը։ Հենց տեղում, հենց հիմա էլ Հայաստանի բնակչության մի մեծ մասը, հա, գալիս է մեր պատմական Հայաստանից, երկրից, այսպես կոչված, հա, տարբեր տեղերից, Վանից, Մուշից եւ այլն, հիմա սա չնշեմ, որոնք, այսինքն մենք այն սերունդն ենք, հա, որի պապերը կորցրել են իրենց ծննդավայրը։ Դուք միակը չեք, մենք էլ ենք դրա դժողը, հա, մենք էլ ենք այդ ցավի մեջով անցել, այսինքն նկատի ունեմ մեր պապերը, իսկ մենք մեր պապերի սերունդներն ենք, հասկանում եք, դուք միակը չեք։ Եվ այսպես կոչված, եթե հիմա մենք չենք ճանաչում Հայաստանի սահմանները, հա, եւ անգամ եթե ձեր ասածով լինի, դուք ճանաչում եք միայն մեր սահմանները Արցախով, ուրեմն ինչ պետքա մշեցին գասի, ուրեմն Հայաստանը Արցախի հետ ես այս սահմանները չեմ ճանաչում, գիտեք ինչ կա այդ քարտեզը վեկալի, հա, եւ շպրտի գցենք օրինակի համար, հա, կամ Վանեցին եւ այլն միջև Կիլիկիա, հա, այսինքն մենք երբեք չենք կարող ունենալ երկիր, երբեք չենք կարող ունենալ մեր սահմանները, մեր պետությունը, որտեղ ամեն բնակավայրից, ամեն մեր պատմական շրջաններից տեղահանված հայը որ գա, այսպես կոչված վերհիշի իր ծագումնաբանությունը, ասի ես այս Հայաստանը չեմ ընդունում, ես այն մի Հայաստանը չեմ ընդունում, հա, եւ այսպես շարունակ, եւ մենք երբեք չենք ունենա պետականություն։ Ես ցավով եմ ասում, բայց մենք պետք է իջնենք երկնքից հողի վրա եւ հասկանանք որն է մեր իրականությունը։ Սա մեկ։ Երկրորդը, գիտեք, ես կուզենամ, որ դուք նաեւ նշեք արցախցիների, ավելի ճիշտ ոչ թե բոլոր արցախցիների մասին, այլ ձեր հենց գեներալների սխալները։ Ինչ եք դուք ասում, որ մենակ բանը կառավարությունն է մեղավոր։ Ես անցյալ անգամ վիդեո հանեցի։ Ինչպես հայտնի երգում էր ասում, հա, Քաջանդրանիկը զորավար կտակե թողել մեզ համար, թե Մասիսին բան պատայի, ազգովի դառնանք ֆիդայի։ Ամի մենք ազգովի էլի դառնանք ֆիդայի, բայց գիտեք ինչ կա, երբ որ Արցախի գեներալը ասում է մենք պետք է դառնանք միութենական պետություն, կարող է սա ձեր համար ընդունելի է։ Հարց եմ տալի էլի, որտեվ ես չլսա այնտեղ, որ դուք մեղադրեք հենց նույն Արցախցի տվյալ գեներալին, լավ, եկեք սենց ասենք, որ ինքը ընդհանրապես ցանկանում է, որ Հայաստանը գնա դեպի միութենական պետություն։ Հիմի որ ազգովի դառնանք ֆիդայի, հա, մեզի ինչա պետք, որ մենք լինենք անկախական, հա, մենք լինենք պետականամետ, մենք լինենք հայրենասեր, մենք լինենք ուժեղ, որ ազգովի դառնանք ֆիդայի, բայց եթե ֆիդայի դառնանք, մենք պետք է ունենանք զորավարներ, գեներալներ, հրամանատարներ, չէ, որ այսօրվա
Զորավարները պետք է լինեն հենց այդ նույն գեներալներն ու հրամանատարները, որ իրանց սխրանքներով դառնան զորավար։ Ճիշտ է, բայց այսօր մեր զորավարը, այսինքն գեներալը, Արցախցի գեներալը, ինքը անկախամետ չի, ինքը չի ուզում ազգովի դառնանք ֆիդայի։ Ինքը ուզում է, որ ազգովի եթանք Ռուսաստան։ Սրա մասին խոսք չկա, այսինքն մեղադրել ընդամենը մի կառավարությանը, որը ես չեմ պաշտպանում, ես դեզի իրականությունն եմ ասում։ Դուք մեղադրում եք Նիկոլ Փաշինյանին, որը եկել է 2018 թվականին, եւ պատերազմը եղել է 2020 թվականին, դուք չեք մեղադրում ձեր գեներալներին, ինչու, չեն պատրաստվել պատերազմին։ Ես ինչու եմ ասում ձեր, որովհետև դուք ոնց որ անջատում էիք, էլի բան էիք անում, մեր ու ձերն էիք անում Արցախը եւ Հայաստանը։ Արցախ, Հայաստան դա մեկ է, ընդամենը մեկ է, չկա մեր ու ձեր, կա մերնա։ Եվ Արցախը ես ոնց որ անցյալ վիդեոյի մեջ ասեցի, Արցախյան շարժումը, որ սկսավ եւ ազգովի մեր ազգը դառավ ֆիդայի եւ ազատագրեց Արցախը, եղել է միացում, ոչ թե որ Արցախի գեներալը հելնի ասի, գիտեք ինչ կա, միութենական պետություն։ Իսկ դուք դեպքեր չգիտեք, երբ որ որոշ հրամանատարներ, արցախցի հրամանատարներ զինվորներին ծեծի են ենթարկել Արցախի բարբառը չհասկանալու համար, այսինքն այն գլխից արդեն դուխի սկսել են, էլի 18 տարեկան կամ 19-20 տարեկան դու տղուն տպում ես, որ ինքը չի հասկանում, Արցախի բարբառը։ Այդից է գալի կորուստը, դուք եկել եք մանեք գալի Արցախի կորուստը սխալ տեղ հարգելիս։ Այս դրա համար ես ասում եմ, որ դուք էլ ձեր բարի քայլը կատարեք, դուք էլ ներողություն խնդրեք, որովհետև մենք չեմ ուզում առանձնացնեմ, ասեմ Հայաստան, հայաստանցի հայ կամ արցախցի հայ կամ սփյուռքից էլ ինչքան լիքը օրինակ Մոնտեն, ինչքան լիքը կռվող կա, մենք երրաբլուր ենք տվել։ Հարգելիս, մենք երրաբլուր ենք տվել։ Դու եկել ես ասում ես մերը ձերը։ Սաղ մերն է։ Ձերը, մերը, սրանցը, նրանցը չկա, սաղ մերն է։ Արցախը մերն է եւ Արցախը Հայաստանի մարզ է։ Ոնց որ մնացած բոլոր հայկական հողերը, որ Աստծո կամքով մի օր ազգովի դառնանք ֆիդայի եւ հետ բերենք, բայց այդ ազգովի դառնալ ֆիդայի համար էլ եմ ասում, մեծ հզոր պետականություն է պետք։ Իսկ հզոր պետականության համար այսօրվա սահմանները պետք է ընդունվի, ոնց որ կա, շենացվի, հզորացվի, որ դառնանք իրոք անկախ պետություն, հզոր բանակով, հզոր էկոնոմիկայով, որ մենք կարողանանք մեր պապերի հողը եւ ձեր տունը, ձեր ծննդավայրը մի օր հետ բերենք։ Եթե գոնե մենք չկարողանանք, մեր սերունդները կամ հաջորդ սերունդները կարողա։ Մենք պետք է պայմաններ ստեղծենք ապագայի համար, որ ապագայի սերունդները հետ բերեն։ Այդ ժամանակ կասենք Անդրանիկը մեզի կտակա թողել, որ հանգարց մի բան պատայի, ազգովի դառնանք ֆիդայի, ոչ թե հենց սենց։ Մանավանդ որ ֆիդայի դարը անցել է, ամի տեխնոլոգիայի դարը, բայց ամեն ինչի մեջ լոգիկա կա։ Օրինակ ես չեմ պատկերացնում, որ չգիտեմ, Անդրանիկը մեզ կտակ թողեր, որ այդանք պարտվել ենք, ուրեմն այդանք դառնանք միութենական պետություն, դառնանք ցենք ուրիշ երկրի կցորդ, որ իրանք մեր տեղը պետքա որոշում կայացնեն, այսինքն այն ազգովի դառնանք ֆիդային արդեն վերանում է, Դե որ հայրենասիրեք, ես դրա համար եմ այդ հայրենասիրական երգերից ասում էլի, կամ հասնենք սասուն մտնենք վան, մուշա լաշկեր Տարդախան։ Բա միութենական պետություն որ դառնանք, ո՞նց ենք էդի անելու։ Այդ ամեն ինչը, երբ մենք ընդունում ենք ներկայիս Հայաստանը, դա չի նշանակում, որ մենք մոռանում ենք մեր պատմությունը կամ մենք մոռանում ենք ով է իրական տերը այդ հողերի։ Բայց ամեն ինչի ժամանակ կա, ձև կա, պատրաստվել կա, ճիշտ պահին սպասել կա։ Նենց որ ես էլի եմ ասում, դուք միակը չեք, որ կորցրել եք ձեր ծննդավայրը։ Նորից կրկնում եմ, Հայաստանի բնակչության մի մեծ մասը տեղահանված ժողովրդի զավակներն են, որոնք որ կորցրել են իրանց ծննդավայրը, պատմական հայրենիքը եւ ստիպված հիմա ապրում են այս Հայաստանում, ինչը որ կա,
Այսինքն իրանք ստիպված եկել են եւ իրանք սերունդները այստեղ են արդեն ծնվել։ Նենց որ մեզի այսպիսի, չգիտեմ, էմոցիոնալ բաներ պետք չէ, էլի ես հասկանում եմ ձեր էմոցիոնալը, նաև հասկանում եմ, որ զոհվածի մասին խոսք գնաց, սա էլ խնդրեմ, սա բոլորին է վերաբերվում։ Հարգելիներս, ես չեմ ճանաչում մի հայկական ազգ նկատի ունեմ այդ բարեկամությունով, էլի։ Հայկական ազգ, որը որ չի տվե հերոսներ։ Բոլորի ազգի մեջ կան զոհեր, կան եղբայրներ զոհված, հայրեր զոհված, հորողբերներ, քեռիներ եւ այլն։ Սա մի սարքեք ինչ որ հատուկ քարտ բալանսա, ինչա ոնց են ասում։ Հա, ասենց ինչ որ բոնուս։ Սա բոնուս բոլորը զոհվել են հանուն մեզ, որ մենք լինենք, մեր պետությունը լինի։ Հանուն քեզ, հանուն ինձ։ Սա ճիշտ ասած ես քանի անգամ նշել եմ իմ եթերների մեջ։ Մի սա բարձրաձայնեք ամեն անգամ, որ չգիտեմ, մենք զոհվածի սայնք, մենք զոհվածի նայենք։ Մենք բոլորս տվել ենք զոհեր, հա, ազգերի մասին է խոսքը։ Մենք բոլորս զոհվածի սայնք, զոհվածի նայենք։ Սա ինչ մի խոսակցություն է։ Կա ինչ որ մեկը որ ուզում էր, որ Արցախը կորցնենք, եթե կա ինչ որ մեկը, ման եկեք մեր գեներալների, մեր զինվորականների եւ Արցախից եկած իշխանությունների մեջ, որտեվ հենց այդ նույն Արցախից եկած իշխանությունները կերան Հայաստանը Արցախի հետ միասին, կերան, քրքրին կերան, այն հյուսիսային պողոտայով, որ մեկ-մեկ քայլում եք Երևանում, հիշեք, որ այդտեղի բնակչությունը, հա, դե տներ կային, հա, այդտեղի ապրողներին տեղը հանել են, ով? Ռոբերտ Քոչարյանը։ Ես մի օր չլսա մեկը ասի ձեզանից, էլի։ Ռոբերտ Քոչարյան, այս մարդիկ էլ իրանց ծննդավայրը կորցրին։ Տներից զրկին, կոպեկներ տվին, այդ մարդիկ թողին արտագաղթին գնացին, վերջ, կարող էլ վաբշե հետ չգան, այսինքն իրանք կորցրին, չէ՞ իրաց ծննդավայրը։ Հա, Հայաստանը, օքեյ, թուրքը չի եկել դե կանգնել, բայց իրանք իրանց ծերունդները կորցրին իրաց ծննդավայրը, օտարության մեջ են, չէ՞ ծնվելու։ Ինչի մասին է խոսքը, բա սրա մասին ոչ մեկը չեք ուզում խոսակ։ Բա ոչ մեկ չի ուզում մեղադրի այդ մարդկանց։ Բա դուք ձեզ հարց չեք տալի, ինչու առաջնագծից միջև Սյունիք դիրքեր չկար սարքած։ Բա սրա պատասխանատուն ով է։ Նիկոլներ։ Ախպեր, 30 տարի Արցախը մերն է, Նիկոլը եղել է 18 թվին է եկել դա, միջև 18 թիվը, հա։ Չէր կարա պատերազմ մլներ։ Հենա մի հատ եղավ էլի։ 4 օրվա, քառօրյա։ Պատերազմը եղավ էլի զորով կանգնեցրին։ Ընկան չոքեչոք, դռները, մռները, էսյանը, մոռացաք։ Զորով կանգնեցրին։ Անկամ դրանից հետո մենք դիրքեր չենք ունեցել։ Բացի այդ առաջնային, էդ էլ կիսախախուտ դիրքեր, կանսերվի բանկով դիրքերը մոռացել եք։ Ախր չի կարելի, էլի չի կարելի։ Ես հասկանում եմ ձեր էմոցիաները։ Բա մեր էմոցիաները ինչի չեք ուզում հասկանալ։ Մենք էլ ենք կորցրել մեր հայրենիքը, չէ՞։ Բա որ մենք դրսերն ենք մեծացել։ Օրինակ ես։ Բայց ում մեղքն է, որ մենք դրսներն ենք մեծացել, որ մենք մեր հայրենիքում չենք մեծացել, ում մեղքն է։ Կարաս ասես։ Հա ես էլ եմ կորցրել իմ ծննդավայրը։ Բայց ես խիպտի օտարության մեջ մեծանայի որ։ Ինչի։ Կարաս ինձի ասեց։ Ինչի համար ես պետք է օտարության մեջ մեծանայի։ Եք այսպես ասած մեզ էլ սպիտակ գենոցիդ են արել։ Բա Հայաստանից դուրս է եկել։ Այդ Սերժի Ռոբերտի ժամանակ, որ Արցախից եկել են, Հայաստանից դուրս է եկել միլիոնից ավել մարդ, բա դա տեղը հանություն չէր, բա դա ծննդավայրի կորուստ չէր, հարգելիս։
Բա որ այդև մեծ բան եք անում, մունաթ եք գալի էմոցիոնալ։ Բա չեք ուզում այն որ ասում կոպեկը երկու կողմ ունի։ Բա չեք ուզում այն մի կողմն էլ նայեք։ Բա չեք ասում միլիոնից ավել, այսինքն միլիոնից ավել երբ որ մարդ ա դուս եկե Արցախում քանի հոգի էր ապրում, ես մեռ ասելով չէ։ Այնքան էին Արցախը կերե, սարքել էին մի ստադիոն մարդ 150,000, այսինքն մոտավորապես 10 հատ Արցախա դուս եկե տեղահանվել հենց Հայաստանի, բուն Հայաստանի, միլիոնից ավել մարդ ա դուս եկե միլիոն ու կես 10 հատ Արցախի ժողովուրդ է, չափսերի մասին 10 հատ Արցախ ա դուս եկե Հայաստանից, այսինքն 10 հատ Արցախի չափով տեղահանություն ա եղել, սրա մասին չեմ լսում որ ասեք, բա որ ասում եք տեղահանված, բա մենք էլ ենք տեղահանված, համ տեղահանվածի սերունդ ենք, համ էլ դրանից հետո սրանք եկան տեղահանվածի սերունդին էլ տեղահան արեցին, սպիտակ գենոցիդի ենթարկեցին, բայց սրա մասին չեք խոսում, կարող է էլ էր Նիկոլը մեղավոր, այ ես դրա համար եմ ասում, լավին լավ ասեք, վատին վատ ասեք, ոչ մեկ, օրինակ ես անձամբ, ցանկություն չունեմ ոչ մեկին պաշտպանելու, բայց ես ցանկություն ունեմ իրականությունը ասելու, որ իմ ժողովուրդը չմանիպուլացվի, շատ մի բան է, մոդա է մարդկանց զգացմունքներին կպնել, մանիպուլացնել, դե մարդիկ սա ասել հայ ենք, ցավում է սաղի սիրտ, արունա չռում, ոչ թե ցավում է, այ արունա չռամ, սենց, ոնց որ պատերազմը 3 լիներ, չէ, 6 տարի անց է արդեն, հեսա 6 տարի կլինի մի քանի ամսից, արունա սաղի սիրտից, սենց չռում, դու գիտեք մեր մոտ չի ցավում, ազգի 90%-ը տեղահանվածի սերունդ է, սրան էլ գումարած ինչ որ ասես, էլ սրան էլ գումարած միլիոն ու կես էլ տեղում տեղահան արեցին, մենք սուս, դուք հիշակ որ սենց եթե մենք իրականության հետ հարգելից չնստենք, չտեսնենք իրականությունը, ուրեմն վերջ, էլի եմ ասում, եթե դուք ասում եք այսօրվա Հայաստանի սաղմանները չեք ընդունում, միայն Արցախով եք ընդունում, դե թող ուրեմն Վանեցին էլ գա, ասի գիտեք ինչ կա, ես էլ այս Հայաստանը, քո ասած Հայաստանը եւ Արցախը իրար չեմ ընդունում, որովհետեւ այստեղ էլ Վանը չկա, ախպեր, այն մեկն էլ գա, ասի մուշը չկա եւ սեն չարունակ, Սասունը չկա, Էրզրումը չկա, բա հետո, բա մենք երբ ենք դառնալու պետություն, պետականություն, գլխավոր մեղավորները ոչ թե Արցախի ժողովուրդն են, այ արցախյան կլաններ, որը որ եկավ, թալանեց, կերավ, տեղահանեց, սպիտակ ցեղասպանություն արեց թե Հայաստանը, թե Արցախը, Արցախի բնակչությունը սարքեց մեկ ստադիոն մարդ, երևի ամեն վիդեոյի մեջ պետք է ասեմ, Արցախի բնակչությունը սարքեց մի ստադիոն, մի ֆուտբոլի ստադիոնի չափ մարդ, 150,000, Հայաստանի բնակչությունն էլ 3 միլիոն դարձրեց, չգիտեմ, 2.6 միլիոն, ասում են 2.6 միլիոն, вообще-то 29-ա, բայց արտագնա աշխատանքները բան հաշված 2.6 միլիոն, բայց հողը, որ դատարկում են, ում է մնալու, ինչքան կարելի է այս նույն բանը ասել, ում է մնալու այդ հողը, որ դատարկում են, մեկդ կարաք ասեք, դատարկ հողը անտեր չի մնալու, ով է ապրում, ես չգիտեմ, տեղյակ եք, թե տեղյակ չեք, Հայաստանի 4 կոմը թուրք ապրում, 4 կոմը, ոչ թե միայն Թուրքիայի և Ադրբեջանն է, այ Պարսկաստանի կողմը թուրք ապրում, մեր սահմանի Վրաստանի կողմի մեծ մասը թուրք ապրում, պատկերացրու ենք չորսյաններս թուրք ապրում, ու մենք դատարկվում ենք, պատկերացնում եք, ու մենք դատարկվում ենք, կամ մեզի թշնամին է տեղահանանում, կամ մեզի մեջի թուրքն է տեղահանում, մեջի թուրքն էլ հայ ազգանունով, ինչ որ չգիտեմ ովքեր են, որ եկան դառան մեր երկրում տեր ու տիրակալ, հիմա էլ ախր վատեին է, որ հիմա էլ հələ կարողանում են տեխնացու դառնալ, ու այստեղ այո, կարաք մեղադրեք երկրի իշխանությունը, այստեղ ինչքան ուզում եք մեղադրեք, բայց որ միջև պատերազմը, լավ սենց ասեմ, միջև 18 թիվը դուք դիրք չեք ունեցել, միջև 18 թիվը շներ էին պահում տղեկը դիրքերում, որ հանգարցը լսեն
թուրքը մոտիկանում է թե չէ, ծիպլավիզոր չունեին, այո։ Ոչի կանսերվի բանկայա կախած եղե։ Էդի Նիկոլներ մեղավոր։ Հիմա էլ Արցախը պարտվել են, ասում են բանն է, գեներալը եկել է, այսինքն իրա փորացավը, որ մեր երկիրը չլինի անկախ։ Բայց մենք բան է նստած մեղադրում ենք երկրի տվյալ իշխանությանը, որ ինքը իր մեղքն ունի իհարկե, բայց այս չափսի չէ ոնց որ իրան մեղադրում են։ Մեղադրում են երկրի իշխանությունը, որ Արցախը հանձնեց։ Եթե մեր զորավարները անկախամետ չեն։ Էն էլ Արցախից, որ պետքա ամենալավ գեներալները այնտեղից լինեին, չէ՞։ Բայց եկե այս Հայաստանը չենք ուզում ընդունենք։ Դե չեք ուզում ընդունեք, հլը տենանք ոնց ենք բա մենք Հայաստան ունենալու։ Այս եղածն էլ վարի տանք, այսինքն մենք ապագայի վրա ներդրում չանենք, էլի պետք է հիմա Հայաստանը չուժեղացնենք, որ ապագայում կարողանանք հարցեր լուծել։ Հա, հիմիկվանից վարի տանք։ Սպորտը որ սպորտ է, մարդը որ պարտվում է սպորտի մեջ, հա, իթում պատրաստվում է ժամանակա, երկար ժամանակ վերականգնվում է, կռիվների մեջ կարծեմ 6 ամիս է, 6 ամսից 1 տարի է, որ լավ պատրաստվում են, այն որ ասում են ոտի են կանգնում, այն հարմար պահին արդեն ռևանշ են ցանկանում։ Մեր մոտ ոչ հələ ոտի են կանգնե, ոչ հələ բան, էս մարդիկ թե մասիսին բան պատայի, ազգովի դառնանք ֆիդայի, էլի դառնանք, էլի եմ ասում։ Բայց հələ մի հատ զորավարներ ունենանք, որ պահեն, պահպանեն մեր պետականությունը, ուժեղացնեն, շենացնեն, ոչ թե ասեն այդտեղ միութենական պետություն, ոչ թե բարբառը չհասկանալու համար ծեծի ենթարկեն զինվորին։ Այդ ժամանակ նոր խոսանք, որ թե մասիսին բան պատայի, ազգովի դառնանք ֆիդայի։ Այսօր այսքանը։